Մարիամը խոստովանել է, որ պատի ետևում Սևանն էր։ Մենք վստահում ենք Մարիամին։ Հոգեբանին պետք է վստահես։ Իհարկե։ Եվ այսօրվա մեր ասած Անակնկալը, այո։ Իհարկե մենք այսօր չենք կարող չզրուցել մեր թիմի միակ բազմազավակ մայրիկի հետ։ Դժվարությամբ, բայց յուրի կարգավիճակում մեր տաղավարում է հիմա Առավոտը Շանթում ծրագրի պրոդյուսեր, նախկինում Հորիզոն լրատվականի մեկնաբան, բայց մեկնաբանները նախկին չեն լինում։ Երբեք։ Միշտ լուրերի մեկնաբաններ ենք, լուրերի մեկնաբան են նախկին։ Լրագրող Դիանա Հարությունյանը, նա եթերում չէ արդեն 10 տարի, բայց 3 հրաշալի երեխաների մայրիկ է եւ Առավոտը Շանթում պրոդյուսերն է արդեն 3 տարի։ Վերջին, այո, վերջին նախադասության հետ այդքան է համաձայն չեմ, որովհետեւ նա եթերում է ուղղակի տեսանելի չի, բայց հիմա հայտնվեց եթերում։ Բարև, Դիանա, տոնը շնորհավոր։ Շնորհակալություն։ Մայրության եւ գեղեցկության դա քեզ հենց ուղիղ տեղին է դիպչում եւ ինչպես ես քեզ զգում եթերում։ Բարի գալուստի միջայլոց եւ բարի վերադարձ։ Կարոտել էիր լույսերը, կամերաները։ Դե ես սրա մեջ եմ ամեն օր, ճիշտ է, այստեղ նստած չեմ, բայց վերահսկում եմ այդ ամբողջ գործընթացը։ Շատ ավելի կարևոր է։ Այո։ Չէ, ամեն ինչ նորմալ է, հանգիստ։ Ինձ հետաքրքիր է, երբ որ դու սկսել էիր քո կարիերան Շանթում, բոլորին թվում էր, որ դու շատ հեռուներ ես գնալու եւ հաստատ չես մտածելու ընտանիքի մասին, որտեվ շատերը մտածում են, որ դա հենց այն զառական ժենթփագի դարը կոտրվում էր եւ այն ժամանակն էր, երբ որ կանայք ավելի շատ են սկսել մտածել կարիերայի մասին եւ թե ճիշտ եմ ասում, կար այդպիսի իրավիճակ դա։ Բայց էլի այդ կարծրատիպը կար։ Մոռացա որ հյուր ունենք, ասա։ Կարծրատիպ չկար, դա այդպես է, չէ՞ որ տարիներ կամ լավ դարեր շարունակ որ չի փոխվում, ոչինչ չի փոխվում։ Ահա, այսինքն միշտ կար։ Այսինքն միշտ կար դա, որովհետև մեր ժամանակներում կինը միշտ ունի այդ ընտրությունը։ Կամ դու պիտի կարիերայով զբաղվես, կամ պիտի ընտանիք ունենաս։ Գործնականում անհնար էր համարվում երկուսը մեկում համատեղելը։ Իրականում գուցե եւ անհնար է, եթե չես գտնում հավասարակշռությունը այդ երկուսի մեջ։ Ես էլ էի մտածում, որ շատ երկար տարիներ վերջ, դե միայն կարիերա եւ այլն, մինչեւ այն պահը, երբ հասկացա, որ ոչ։ Սիրահարվեցիր։ Կա մարդ հանուն, որի դու կարող ես փորձել ավելի հավասարակշռել քո կյանքը եւ ունենալ եւ կարիերա, թեկուզ ոչ այն ձևով, որը նախկինում ես ունեցել, եւ ունենալ հրաշալի ընտանիք ու էլ չեմ ասում, այլ ավելի հրաշալի երեխաներ եւ հասկանալ, որ իրականում քո առաքելությունը այս կյանքում ոչ թե այդ կարիերան էր, որը դու անում ես, այլ այդ երեխաները, այդ երեխաների մայրը լինելը։ Հետաքրքիր է անարդարությունը, երբ ես համաձայն չեմ կտրականապես։ Չէ, տղամարդկանց չեն դնում այդ ընտրության առաջ, իսկ կանանց դնում են, տղամարդկանց երբեք չեն հարցնում։ Ոչ, իրականում ոչ թե կանանց դնում են, բայց բնությունից ակամա թե ակամա կինը բախվում է դրա հետ։ Զարանքը ինձ հետ կհամաձայնի, երբ Զարանքը գտնի այն մարդուն, ում հետ կուզի կապել իր կյանքը եւ մայրանա։ Դիանա, բայց այստեղ ներողություն եմ խնդրում, մի հատ հարց եմ շատ ուզում։ Այստեղ ամուսնու դերը ինչքանով է կարևոր։ Օգնեց, թե վեր տվեց, երբ որ որոշեցիր վերադառնալ, իսկ երբ որ դարձար արդեն ամուսնացած տիկին եւ երեխաներ, հղիություններ, ծննդաբերություններ, կերակրել եւ այլն, ինչքանով էր միշտ քո կողքին, խանգարում էր, օգնում էր, ինչ էր անում։ Միշտ կողքիս էր, միշտ օգնում էր։ Լինում են այդպիսի իդեալական տղամարդիկ։ Կա։ Գոնե մեկը կա, ես հաստատ գիտեմ։ Տեսեք, սովորաբար երբ է անցյալը եւ ներկան բախման մեջ, երբ որ այնինչ ունեցել ես անցյալում, քեզ ավելի լավն է թվում, դու անընդհատ դա կարոտում ես։ Նոստալգիա է։ Այո, եւ այնինչ ունես ներկայում, քեզ չի բավարարում։ Ես կարծում եմ, որ այդ բախումը, այնչի ես սա թողեցի, հանուն ինչի ես գնացի այս զոհողությանը եւ այլն, միմիայն այդ ժամանակ է վեր ելնում։ Երբ դու ունեցել ես հրաշալի անցյալ եւ ունես նույնքան հրաշալի կյանքի փուլ, որտեղ եւս իրացվում ես, եւս հաղթահարում ես մարտահրավերներ, որտեղ դու վստահ ես, որ հենց փլվես քեզ ոչ թե փշրվելու ես, այլ ինչ որ մեկը քեզ միանգամից վեր է հանելու, դու ավելի հանգիստ ես ապրում։ Էլի գալիս ենք հավասարակշռությանը։
իմ բախտը բերել է, ես բոլոր իմաստներով երևի հաջողակ մարդ եմ եւ ունեցել եմ լավ թիմ, ում հետ լավ կարիերա եմ արել Շանթում ու երկար տարիներ Շանթում եւ հիմա ունեմ հրաշալի ընտանիք, ամուսին, ովքեր ինձ ամեն ինչում օգնում են։ Ես հաճիկով երեխաներից խնամքը տվել եմ տատիկներին, ես հանգստացել եմ, ունեցել եմ, գտել եմ ինձ համար ամուսնուս հետ իմ ժամանակը, ինքս ինձ տրամադրող ժամանակը, այն մայրերից չեմ, որ ձգտել եմ իդեալական լինել, հասկանալով, որ իդեալական չես կարող լինել, ի վերջո ոչ մի բանում, անգամ մայրության մեջ։ Ու այդ հավասարակշռության մեջ խիստ ներդաշնակ կարողացել եմ անցնել այս ճանապարհը։ Բայց որ պահին եղավ, որ արդեն հեռուստատեսություն վերադառնալու թե ցանկությունը, թե պրակտիկայում արդեն հնարավորությունը կար եւ որոշեցիք էլի վերադառնալ Շանթ, այս անգամ աշխատել կադրից դուրս, չնայած մենք էլ հույս ունենք, դեռ ես դեռ ուզում ասել, որ դեռ կադրից դուրս։ Տեսեք, այս ամբողջ ընթացքում, երբ ես ամուսնացա, իրար հետևից 5 տարում 3 երեխա է լույս աշխարհ եկել, դա շատ բարդ բան է։ Եվ այդ բոլոր ժամանակներում ես աշխատել եմ, այդպես չի եղել, որ ես չեմ աշխատել, ես պարզապես այլընտրանքներ էի գտնում եթերային աշխատանքին, չեմ աշխատել եթերում, բայց աշխատել եմ ռադիոյում, օրինակ Սպուտնիկ Արմենիա ռադիոկայանում մոտ 5 տարի այդ ընթացքում երեխաների հետ համատեղ աշխատել եմ հաղորդավար, աշխատել եմ խմբագիր, Շանթ Նյուզ կայքում եմ այդ ընթացքում աշխատել, երբ դեռ 2 երեխա ունեի, ոչ թե 3-ը։ Չեք կտրվել Ես դաշտից եւ ինքնիրացման այս ճանապարհից չեմ դուրս եկել։ Եվ փառք Աստծո, իմ ընտանիքում էլ ամուսինս միշտ հասկացել է, որ մասնագետը, որը ես եմ, իրականում պիտի աշխատի, իրականում որքան էլ ես երջանիկ ինձ զգամ տանը, պիտի լինի մի տեղ, թեկուզ օրվա մեջ 4 ժամ, որը կլինի այն մյուս երջանկության մասը։ Եվ երջանկության հակառակ երջանիկ կողմը։ Այո, որովհետև ես դուք չեք պատկերացնում ամեն առավոտ, երբ որ ճանապարհում եմ դպրոց 3 երեխաներիս, ինչ հաճիկով եմ բացում մեր սենյակի դուռը։ Ջանը, երեխաները այդ ընթացքում օգնում էին, խանգարում էին եւ եւս մեկ կարծրատիպ կա կամ չկա այդպիսի կարծրատիպ, ասում են, որ յուրաքանչյուր կին ծննդաբերությունից հետո ել ավելի գեղեցիկ է դառնում եւ խելացի։ Կա այդպիսի բան։ Ես չեմ կարող։ Զարանացմա կարծր դու ինչ գիտես այո։ Դու դեռ ճանապարհին ես։ Տարիները կնոջը ավելի իմաստնացնում են, դե ոչ միայն կնոջը, նաև տղամարդկանց, տարիներն են անում, ինչ անում են։ Իսկ թե երեխաները գեղեցկացնում են, ինչ են անում, երևի դուք կասեք կամ կասեն մարդիկ, ովքեր վաղուց ինձ չեն տեսել եթերում եւ հիմա տեսնում են։ Բայց եթե մի քիչ ավելի հետ գնանք, մարդ ով իր մասնագիտական կողմնորոշումը ինչ որ առումով նաև թե հորիզոն լրատվականից է ձևավորել, որտեվ լրագրողական կրթություն ստանալ ընդվերին այնքան պահանջված չէր ինչքան հիմա, թե ինչ որ որպես role model եղել, role model-ը իր համար ընտրել Շանթ հեռուստաընկերության շատ լրագրողներից, նաև Դիանայից, ես այդ մասին ասել եմ։ Այդ թվականներին խոստումների օրն է։ Չէ, ասել էի։ Բայց հետաքրքիր է այդ շրջանում լինել կին, լինել երիտասարդ աղջիկ, լինել լրագրող դաշտում, ինչ խորհուրդներ կան, որ հիմա երիտասարդ աղջիկներին, սկսնակ լրագրողներին կարող եք տալ ձեր փորձառությամբ կիսվել։ Այո, միջոց մեդիա ակադեմիա Շանթի ուսանողները հաստատ մեզ լսում դիտում են։ Այո, որ շուտով նաև ես կդասավանդեմ։ Տեսնում եք։ Իրականում խորհուրդները շատ են, բայց կա մեկ հիմնական բան։ Ես միշտ ասում եմ շատ կարդացեք, ինչքան լայն լինի ձեր մտահորիզոնը, ինչքան շատ բան իմանաք, այդքան հաջողելու եք։ Դուք ավելի մրցակցային եք լինելու մյուսների նկատմամբ։ Պետքա չխնայելով քեզ աշխատել։ Այս տարիները, երբ որ դուք չունեք երեխաներ, չունեք պարտականություններ, ունեք ծնողներ, որոնք ձեր փոխարեն ամեն ինչ անում են, իմ դեպքում այդպես էր, ես ոչինչից տեղյակ չէի։ Ես գալիս էի աշխատանքի ու գնում էի տուն, այդքանն էր իմ ֆունկցիան տանը։ Դա շատ իհարկե օգնում էր ու հենց դա օգնեց, որ ես անմնացորդ նվիրվեմ այս աշխատանքին կրքով եւ երբեք այդ գիրքը դեպի հեռուստատեսությունը, լրագրությունը չմարեց։
Ձյանը, այ տեսեք, ասացիք, որ ծնողները ձեզ միշտ օգնել էին, դուք գնում եք աշխատանքի գալիս եք տուն, ոչ մի բանից տեղյակ չեք, իսկ հետո մեկ էլ ամուսնություն, ընտանիք եւ այդ ամեն ինչը միանգամից ընկնում է ձեր ուսերի վրա եւ պլյուս անդադ փաստորեն աշխատել եք մինուս ընդեղ մի քանի ամիս միգուցե։ Կոր ես այստեղ եմ բախտավոր։ Ես ունեմ սկեսուր։ Այսինքն այդ ինստիտուտները բոլորը աշխատում են եւ կան։ Այո, ես ունեմ սկեսուր, որը ինձ երևի թե այդ հարցում ավելի շատ է օգնել, քան մայրս։ Եվ ես իմ երեխաներին ավելի շատ իրեն եմ վստահել օրինակ, ինքն ավելի շատ է պահել, քան մայրս։ Եվ ես գործնականում չեմ զրկվել ոչ մի բանից։ Այսինքն ես ունեցել եմ օգնող մարդ, որին լիարժեքորեն վստահելով տրամադրել եմ այդքան ժամ երեխաների հետ ինքն անցկացրել է, ես զբաղվել եմ կամ իմ գործով, կամ ամուսնուս հետ ինչ-որ վայր գնալով, իրացվելով։ Ոչ մի բանից չեք զրկվել կյանքում։ Չէ, դե ասել, որ չես զրկվում, դա էլ ճիշտ չէ, որովհետև դու արդեն չես ապրում քո գրաֆիկով, դու ապրում ես քո երեխաների գրաֆիկով։ Բայց երջանիկ ես։ Բայց երջանիկ ես, որովհետև դու հավասարակշռության մեջ ես։ Երջանիկ ես, որովհետև դու ուրախությամբ գալիս ես այնտեղը, որտեղ 3-4 ժամ քոնն է, եւ նույն ուրախությամբ, անհամբերությամբ վազում ես տուն, որովհետև պիտի գրկես այդ ձագուկներին։ Դու մամա ես, դու ասենք 2 ձեռքով գրկում ես 3 երեխա։ Դու երեխա շնչումա, դու արդեն գիտես իրենցից որ մեկն է հիվանդ դարձնալու։ 3 երեխա եւ մեկ ամուսին, չէ՞ որ յուրաքանչյուր կնոջ ամենամեծ երեխան դա ամուսինն է։ Բայց ավելի սենց էլի մասնագիտականին վերադառնալով հետաքրքիր է պլաններ, ցանկություններ, նախագծեր կան, օրինակ եթեր վերադառնալու հետ կապված։ Ես երբ այսօր պատրաստվում էի որ ուղիղ եթերի գամ, հասկացա, որ ես ինձ դուր գալիս աշխատել այն կողմ կադրից։ Գինես Բայց ոչինչ բացառել հնարավոր չէ այս կյանքում։ Այո, դա նույնն է, որ օրինակ ինձ միշտ ասում են, իսկ դուք երբևէ չեք մտածել դառնալ պրոդյուսեր, ասում չէ, ես դեռ այդքան իմաստուն չեմ։ Պետքա հասնես դրան իրականում եւ շատ ավելի դժվար է կառավարել process-ները, որովհետեւ դու վերևից ես նայում բարիբուն իմաստով վերևից, որովհետեւ վերևից է այդ ամեն ինչը եւ դու գիտես ինչն է ճիշտ, ինչն է սխալ, որ պահին ինչ ասես ականջին հաղորդավարի, որ պահին էս մցնես, ներվ մցնես, հարց տաս, իսկ փաստորեն հաղորդավարի գործը շատ ավելի թեթև է զառա։ Տեսեք, այնքան հետաքրքիր բան է, երբ ունես կարիերա, այն էլ լրագրողի կարիերա, այդքան տարի, 10-15 տարի մոտավորապես, ու սկսվում է կյանքիդ մյուս փուլը, դու սկսում ես այլ մարտահրավերներ հաղթահարել, չէ, դու պիտի սկսես արդեն կայանալ նոր դերերում, կին, մայր, հարս, աղջիկ, դուստր, ով էլ իր ծնողների հետ չի ապրում, բայց պիտի հոգ տանի իրենց մասին, չէ, այն փորձը, որ դու կուտակել ես կարիերան անելուց, քեզ այնքան օգնում է ճիշտ կազմակերպել, ճիշտ կողմնորոշվել, դիվանագիտորեն մոտենալ այդ բոլոր հարաբերություններին, կարգավորումներին, ու հիմա տեսեք հակառակն է ստացվում։ Այն, որ ընտանեկան հավասարակշռության հասնելու ճանապարհին ինձ օգնեց այդ փորձը, հիմա այս մոդելավորումը մեր թիմի վրա։ Ու փառք Աստծո, երեխաները շատացել են, կտրուկ։ Տեսեք, մենք ձևավորեցինք կարճ ժամանակում թիմ գրեթե 0-ից, որտեղ մեկը մյուսի հոգսով ապրում է, որտեղ մեկը մյուսի սխալը ուղում է աննկատ եւ չի չարախնդում, չի բամբաստում, առողջ, ամուր, ընտանիքի պես մի բան դարձավ ու կարծում եմ նաև որպես պրոդյուսեր ինձ աշխատանքում օգնեց այն հմտությունը, որ ես ձեռք բերեցի այս տարիների ընթացքում ընտանիքում։ Այդ բոլորը վերել եք նաև այստեղ եւ դա էլ է օգնում, տեսեք, դուք էլ կասեք երևի որ եւս մեկ խելացի խորհուրդ բոլոր այն մարդկանց համար, որոնք ուզում են վերադառնան։ Բայց ես փաստում եմ, որովհետև ես երբեմն էմոցիոնալ պոռթկումներ եմ ունենում եւ դրանք առաջինը վստահում եմ Ձիաննային եմ գրում։ Հատուկ դրաման ենք տալու Զարա, քո էմոցիոնալ պոռթկումների համար։ Աշխատանքային երբ որ լինում է, ես Ձիաննային եմ գրում ու դա շատ կարեւոր։ Ընդհանուր չափում, որ մենք բոլորս գժանք, ոչ թե միայն Ձիաննան։ Ես ինչ եմ ուզում ասեմ, Ձիաննա, ուզում եմ որ հիշեք ամենա ձեր վառ գոնե 2 հարցազրույցները կամ հանդիպումները այդ ընթացքում կարիերայի եւ իհարկե ձեր ամենամեծ կրինժը օրինակ որպես լրագրող կամ հիմա որ հետ եք նայում։ Երևի լավագույն հարցազրույցներից մեկը Շարլ Ազնավուրի հետ հարցազրույցն է եղել Փարիզում, Օլիմպիա թատրոնում իր համերգից առաջ։ Սա
երազանքների երազանք էր, որը ես կարողացա իրականացնել։ Շատ հետաքրքիր հարցազրույցներ ունեցել եմ Սոս Սարգսյանի հետ, որ երբեք չեմ մոռանա իր խորհուրդները։ Ռազմիկ Դավոյանի հետ շատ լավ հարցազրույց եմ ունեցել, ավելին մի դեպք պատմեմ, ես իմ բանաստեղծություններով նոթատետրը, աշխատանքային նոթատետրս թողել է իրենց տանը, ու ինքը, բայց պատահականորեն հարցազրույցից հետո այդպես ոգևորված մենք զրուցեցինք, ինքն էլ շատ սիրում էր հարցազրույցները, մեր հաճիկով էր դրանց պատրաստվում, ինքը հետո ինձ զանգում է, ասում, «Էս քո տետրն է», ասում եմ, թե հա, հետև ինչ է գրած, գիտես, ասում, հա, ես եմ գրել ցնցամ, դե դրանք գնացին երիտասարդ բանաստեղծների Քրիստոմաց, ու ես դուք չեք պատկերացնում, ոնց եմ խնդրել իրեն, որ ինքը դա հանի այդ Քրիստոմացից, ասում, հասկանում եք, ես բանաստեղծ չեմ, ես լրագրող եմ, ու երբ որ կա մեր ժամանակներում Ռազմիկ Դավոյան բանաստեղծ, կներեք, ես լրագրող Դիանա Հարությունյանն եմ։ Ես բանաստեղծ չեմ։ Եվ երևի ամենա այդ հիշվող բաներից մեկն էլ սողանքն էր, որ տեղի ունեցավ, այդ աղետներ լուսաբանելու շատ լուրջ փորձ ունեմ, որտեղ ինչ կլիներ, առաջինը գիշեր թե ցերեկ ես էի տեղ հասնում, նաև ես էի տեղ հասնում գործընկերներից հետ, եւ ինձ համար ռուսական հեռուստաալիքներից մեկին հարցազրույց պիտի տայի, որ ես մոռացել էի ռուսերեն բոլոր բառերը։ Ոչ, ես ամեն օր հայերեն բոլոր բառերն եմ մոռանում։ Ախր ես ռուսերեն գիտեմ, իմ մանկությունը անցել է Անապա քաղաքում, հայրս ծառայել է ռուսական բանակում, ես չունեմ ռուսերեն լեզվի խնդիր։ Անապան դժվար է ռուսական քաղաք անվանել, բայց խոսում եմ ռուսերեն։ Ես չունեմ խնդիր ռուսերենի։ Ու ես մոռացել եմ, ես չեմ հիշում սողանքը ինչ է, ուզում եմ զանգեմ ինտերնետ, այդ ժամանակ 2011-ին գիշերը ում զանգեմ հարցնեմ, սողանքը ռուսերեն ոնց, չգիտեմ ոնց եմ հիշել, բայց գիտեմ, որ խայտառակ ինտերվյու եմ տվել։ Բայց դու միակն էր, որ Հայաստանից դրա մասին պատմեց նաև ռուսական դաշնությունը։ Միակը, ով այդ ժամին այդտեղ էր, ու միակը, ով առանց մտածելու փրկարարների հետ կապված պարաններով իջնում էր այդ տեղը, մամ կներես, ես հասկանում եմ ինչերի միջով եք անցել։ Հիմա պատրաստ ես այդպիսի սխրանքներին, հասկանալու, որ ունես 3 երեխա, ամուսին։ Ոչ, ես հիմա անգամ կարուսել նստելուց եմ մտածում։ Помня о детях, այո, իմ պատասխանատվությունը շատ է մեծացել, եռապատկվել է։ Ես հիմա ամեն քայլից առաջ մտածում եմ իսկ երեխաներս, Ռոզին, Միքայելը, Մոնթեն։ Եթե երեխաներից մեկը որոշի ամեն դեպքում մայրիկի ուղղությամբ գնա, լրագրության ոլորտ ընտրիչնած տղաները ավելի սպորտի ուղղությամբ են, ոնց հասկացնել։ Բայց ինչ որ անհանգստություններ, չգիտեմ, sense բաներ կա, որ գուցե հետ երկու օր առաջ աղջիկս պատահաբար հեռուստաալիքներով մեկով տեսնում է ռեպորտաժ, որը սկսվում էր ին կադրով, ինքը ոգևորվում է, սկսում է ինձ ման գալ YouTube-ում գտնել եւ այլն, ու գտնում է այդ սողանքի ռեպորտաժները եւ ասում է, մամ, ես էլ եմ ուզում, ասում եմ, չէ, խնդրում եմ։ Դե մաման արդեն գիտի իսկապես դա ինչ դժվարություն, բայց ես համոզված եմ, որ Դիանայի նման ծնողը, մայրը երբեք իր երեխային չի ասի ոչ։ Հաստատ ինչ որ այլ կերպ միգուցե շեղի, ինչպես որ բոլոր մեր մայրիկները փորձել են ժամանակին, բայց կարող է ստացվի, կարող է չստացվի։ Պատրաստ եք նոր ինչ որ հայերեն վիզը ոնց է։ Նոր մարտահրավերների եւ արդյոք առաջ միայն ամուսինն էր ձեր կողքին եւ ամուսինի ծնողները, հիմա արդեն նաեւ 3 մարդուկ, որոնք էլ ձեր կողքին եք, նրանք էլ են ձեզ թևավորելու եւ սպասում են մայրիկի նոր սխրանքներին այս ոլորտում։ Այո, Գոր, պատկերացրու, որ երեխաներս, երբ իմացան ես այսօր ոչ միայն այնտեղ եմ աշխատելու, այլ նաև կադրում, այնքան էին ոգևորվել, մամ, ոնց ենք տեսնելու, մամ, ինչ ես խոսելու, մամ, ես հասկացա, որ դա նրանց դուր է գալիս, ամենակարևորը, իսկ մարտահրավերներ մենք ամեն օր, ամեն մեկս այս կամ այն չափով անում ենք, թե գործի մեջ, թե կյանքում, այնպես որ ամեն ինչ առջևում է դեռ կարծում եմ, եւ Սա փոխանցեք փոքրիկներին, ստե շոկոլադ,
Դիանային, իհարկե մեր շոկոլադե Հովանավորի կողմից։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք եւ Զարան հիմա գեղեցիկ նախադասություն կասի, որ կինը կարող է համ ընտանիք ունենալ, համ կարիերա, համ ընտանիք եւ Դիանան դա Զարա ասում է որ դու էլ դա ապացուցես, ոչ միայն Դիանան։ Մենք կսպասենք, որ Զարան ապացուցի, մենք ներկա կլինենք դրան։ Զարան ինչպես կա։ Դիանան կարողացավ փայլուն դա անել եւ ապացուցել, որ դա իսկապես հնարավոր է։ Երևի մայրիկիս էլ շնորհավոր եմ։ Այո, անշուշտ։ Որովհետեւ ասում են, չէ, ամեն հաջողակ տղամարդու հետև թիկունքում կին է կանգնած, իսկ ամեն հաջողակ կնոջ թիկունքում կանգնած է իր մայրիկի փորձը, բնավորությունը, համառությունը, համեստությունը։ Իսկ երեխաները ինչպես են շնորհավոր եմ մայրիկին։ Այսօր առավոտյան։ Գրկելով։ Լսի, փոքր ժամանակ մենք ինչ-որ բաներ ենք ձեռքով անում։ Փոքրիկներ, Հիմա անում են թե չէ։ Անում են։ Իմոնք անում են գոնե, նրանք ստեղծագործող երեխաներ են, ամեն դեպքում ստեղծագործում են։ Դե ինչ, կարծես թե բոլորս հուզվեցինք, սա իսկապես հուզիչ եթեր էր բոլորիս համար։ Հիշեցինք մեր սիրելի մայրիկներին, կիսեցինք մեր զգացմունքներով դեպի մեր սիրելի կանանց, հասկացանք, որ կինը կարող է ամեն ինչ եւս մեկ անգամ Զարան եւ Դիանան վառապացուցեն դրա։ Զարան մի բան ասա, խելացի, որ արդեն հրաժեշտ եք տա։ Ես այսօր ուզում եմ լսել, որովհետեւ լավ բաներ ես ասում։ Ոչ, լավ բաներ եք ասում, եւ ես ուզում եմ ասենց կողքից լսել եւ վայելել։ Միշտ եմ լավ բաներ ասում ախր, բայց դու միշտ ապրիլի 7-ին ես ուզում լսել։ Դե ինչ, ուրեմն ամփոփելով այսօրվա ծրագիրը, սիրելի տղամարդիկ, եւս մեկ անգամ հիշեք, որ իսկապես մեր կողքին կան ուժեղ մարդիկ, շատ ավելի ուժեղ ֆիզիկապես, քան մենք, որովհետեւ ոչ մի տղամարդ չի կարող ծննդաբերել, ոչ մի տղամարդ չի կարող նոր կյանք տալ։ Իհարկե մեր օգնությամբ է այդ ամենը տեղ ունենում, բայց հավատացեք, որ իսկապես նրանք շատ ուժեղ են, շատ պետքական են եւ շատ գեղեցիկ։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, սիրելի կանայք, հիշեք եւս մեկ անգամ ձեր մայրիկներին, եթե նրանք կան եւ գոյություն ունեն ֆիզիկապես անպայման այսօր շնորհավորեք, գրկեք, համբուրեք եւ հասկացեք, որ մարդը այնտեղից է սկսում եւ այդտեղից որտեղից որ սկսում ենք, դա կոչվում է մայրիկ։ Այսօր այսքանը կհանդիպենք։ Կհանդիպենք, այո։ Ցե։ Լավ օր բոլորիդ։